Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մանոթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1192-րդ օրն է, ձեզ համար կարճ եթեր եմ պատրաստել։ Ռազմաճակատում անցած մեկ օրում գրանցվել է 173 բախում, Պոկրովսկի ուղղությամբ Ուկրաինայի պաշտպանները կասեցրել են ռուսների 66 հարձակողական գործողություն, անցած օրվա ընթացքում Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային և հրետանային զորքերը հարվածել են հակառակորդի կենդանի ուժի սպառազինության և ռազմական տեխնիկայի կուտակման 14 շրջանների, ինչպես նաև կարևոր օբյեկտների։ Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերը հետ են մղել ռուսական 26 հարձակում, հիմա Կուրսկի ուղղության մեջ բացի Բելգրադի մարզից նաև Սումիի մարզի իրադարձություններն են հաշվում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը անցած մեկ օրվա ընթացքում ոչնչացրել են ևս 1140 ռուս զինվոր։ Ուկրաինական գլխավոր շտաբի տվյալներով 22 թվականի փետրվարից ի վեր Ռուսաստանի բանակի ընդհանուր կորուստները կազմում են 986,080 զինծառայող։ Բացի զորքերից, ընդհանուր առմամբ անցած մեկ օրվա ընթացքում ոչնչացվել է 185 միավոր ռուսական զինտեխնիկա։ Մայիսի 30-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանը արձակել է 90 շահեդ տեսակի գրոհային դրոն։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ոչնչացրել է 56 ռուսական դրոններ։ Օդային հարվածի հիմնական ուղղությունները եղել են Խարկովի, Օդեսայի և Դոնեցկի մարզերը։ Տարբեր աստիճանի հարվածներ են գրանցվել 12 վայրերում։ Հիշեցնենք, որ գիշերը ռուսական զորքերը հարձակվել էին Խարկովում տրոլեյբուսի դեպոյի վրա, վնասվել է 18 տրոլեյբուս և ավելի քան 30 բնակելի շենք, իսկ ձեռնարկության 2 աշխատակից վիրավորվել է։ Ռուսական դրոնի հարձակման հետևանքով ավերվել է Օդեսայի մարզում գտնվող Նովայա պոչտա մասնաճյուղը։ Զոհեր և վիրավորներ չկան։ Չեն դադարում նաև Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի սահմանամերձ խաղաղ բնակավայրերի վրա հրետանիով և ավիառումբերով։ Ռուսաստանի Վլադիվոստոկ քաղաքի դեսանտային ծոցի տարածքում պայթյուններ են տեղի ունեցել, այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները ուրբաթ մայիսի 30-ին։ Դեպքի վայր են ժամանել հատուկ և արտակարգ ծառայությունները, միջադեպի տարածքը շրջափակվել է, իսկ ծոցի տարածքում երթևեկությունը մասամբ փակ է։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Ռուսաստանի իշխանությունները ինչպես միշտ նշում են, որ զոհեր կամ ավերածություններ չկան, ասենք, որ այստեղ դիսլոկացված ռուսական զորքերը մասնակցություն են ունենում Ուկրաինայում պատերազմում, այնպես որ պատահարները նրանց հետ հիմա այլևս ապահովագրված չեն, նույնիսկ Վլադիվոստոկում։ Ասեմ, որ իրենց հերթին ուկրաինական պաշտպանության ուժերը շարունակում են հարձակումները Ռուսաստանի ռազմական և արդյունաբերական օբյեկտների վրա, օկուպացված տարածքներում և Ռուսաստանի խորքում։ Թիրախավորվում են այն պահեստները, հրամանատարական կետերը և գործարանները, որոնք կապված են Ուկրաինայի դեմ ագրեսիային։ Պուտինը խաղաղ բանակցությունների քողի տակ նոր հարձակում է սկսել Ուկրաինայում։ Մայիսին փոքր դադարից հետո ռուսական զորքերը սկսեցին առաջխաղացում Կուրսկի մարզից դեպի Սումիի մարզի սահման։ Այսօր առավոտվա տվյալներով սահմանին իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, թշնամին փորձում է ներխուժել, բայց Ուկրաինայի զինված ուժերը կայունացնում են իրավիճակը։ Կատարվում է լրացուցիչ տարհանում բնակչության։ Սումիի ռազմական վարչության ղեկավար Օլեգ Գրիգորովը նշում է, սահմանային դիրքերը դինամիկ են, ռուսները հարձակման փորձեր են անում, սակայն Ուկրաինան պահում է վերահսկողությունը։ Մեջբերեմ թշնամին ակտիվ է, բայց մենք կապի մեջ ենք հրամանատարության հետ ողջ օրը։ Առաջնագծում շարժ կա, ուկրաինական զորքը հաջողություններ ունի, ասել է Գրիգորովը, միաժամանակ մատնանշելով, որ կոնկրետ քարտեզ այս պահին չկա, ռազմաճակատի նոր գիծը դինամիկ է, ով ինչ դիրքերում է, ռուսները ինչ են գրավել, կիմանանք ավելի ուշ, երբ մարտական գործողությունները մի փոքր հանդարտվեն։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնում է, որ սահմանում իրավիճակը շարժական է, մարտերը կենտրոնացած են Մոխրագույն գոտում, տեղական իշխանությունները շարունակաբար տարհանում են բնակիչներին։ New York Times-ը գրում է, ռուսների ակտիվությունը համընկնում է Ստամբուլի բանակցությունների հետ, նրանց հիմնական առաջխաղացումը Դոնեցկի և Սումիի ուղղությամբ է, Պուտինը հրամայել է ստեղծել բուֆերային գոտի։ Ես արդեն իմ եթերում անդրադարձել եմ Պուտինի այս զառանցանքին, սանիտարական գոտու նրա այս մտահղացումը և դրա հետ կապված քայլերը զուրկ են ռազմավարական իմաստից։ Ուկրաինան արդեն 45 կիլոմետր խորությամբ հարվածում է թշնամու տարածքում, ստեղծվել է բազմակիլոմետրանոց մահվան գոտի առաջնագծից դեպի Ռուսաստանի խորքը, այսպես կոչված kill zone-ան, որը, ինչպես ասացի, տարածվում է մինչև Ռուսաստանի տարածքի 45 կիլոմետր, իսկ ռուսների այս մտահղացումը սանիտարական գոտու հետ 25 կիլոմետր պարզապես
զուտ քարոզչական էֆեկտ կարող է լինել։ Պուտինի հնացած մտածելակերպը բերում է բանակի նոր զոհերի, դրոնների գերիշխանությունը Ռուսաստանի եվրոպական մասում Ուկրաինայի ձեռքում է, մասնավորապես մայրաքաղաք Մոսկվայի երկինքը նույնպես, օդանավակայանների աշխատանքից երևի թե այնտեղ ապրողները արդեն զգում են։ Իմջելոց ես լսում եմ առաջնագծի մեր տղաներին, ռուսները հաճախ փորձում են հարձակվել նույնիսկ առանց զրահատեխնիկայի, թվում է թե նրանք գնում են իրենց վերջին մարտի։ Ինձ մոտ տպավորություն է, որ Պուտինը շտապում է ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել, ամենայն հավանականությամբ Թրամփին, քանի որ ոչ ոք չի հավատում Պուտինին բացի Թրամփից։ Տնտեսական վիճակը օր-օրի վատանում է Ռուսաստանում, նրանք առաջին անգամ սկսել են կարտոֆիլ ներմուծել Մոնղոլիայից, որպեսզի բնակչությունը քաղցած չմնա։ Կարծում եմ, որ ռուսների համար նոր տհաճ իրավիճակը արագ կզարգանա։ Հիշեցնեմ, որ բոլոր կարևոր իրադարձությունների տեսանյութերը բազմաթիվ ռակուրսներից կարող եք դիտել մեր Telegram-յան ալիքում։ Հիշեցնեմ նաև, որ չմոռանաք բաժանորդագրվել մեր նոր ալիքին ուղիղ եթերների համար, ինչպես արդեն ասացի, այս ալիքում հունիսի 1-ից լինելու են միայն վերլուծական նյութեր եւ հարցազրույցներ։ Իսկ իմ ուղիղ եթերները տեղափոխում ենք նոր ալիք Հակոբյան Live, ինչպես ասացի եթերի սկզբում, բաժանորդագրվելու համար հղումը այս եթերի նկարագրության մեջ ենք տեղադրելու։ Ձեզ լավ երեկո եմ մաղթում, մինչ նոր հանդիպում։